Զեղչերի շրջանում ես ինձ չեմ կորցրել, մի քանի սիրուն լուքեր եմ հավաքել ու ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, նաև ցույց կտամ արժեքները։ Սկսենք այս տոպրակից։ Երկու վերնաշապիկ, առաջինը հասարակ, մյուս վերնաշապիկը իմ ոճի մեջ չի, մեծ մասը պետք է հավաքել, դասական տաբատ եւ մյուս տարբերակը սա։ Առաջին լուքը, ես շատ եմ սիրում պարզ լուքեր, որ չես խճճվում նայելուց, այլ հասկանում ես, որը որից հետո է։ Ֆիքսեք լուքերը, որպեսզի ձեր գնահատականը վերջում տաք։ Տաբատի այս հատվածն է ինձ առավելապես դուր գալիս, որովհետև սարոջկաների հետ շատ է ասում, ոնց որ սեթ լինի, իսկ սարոջկան ինքը համհասարական ու մեր հետաքրքրություն է մտցնում լուքի մեջ։ Գաղտնիք բացեմ, եթե ես խանութում տեսնում եմ գոտիով տաբատներ, կապ չունի ինչ գոտի է, անորակա թե չէ, ես դրան կառնում։ Նաև այս չինական, ճապոնական բլուզը։ Այս ավելի խիստ ու դասական լուք է, բայց կարծում եմ այս դասականությանը բլուզը էլեգանտություն է հաղորդում։ Հաջորդ համադրությունը այս սարոջկան եմ վերցրել շատ գեղեցիկ թևերով եւ այս դասական simple հասարակ տաբատը։ Թևերը ուրիշ գեղեցկություն է հաղորդում։ Այստեղ ունի ասիմետրիա, բայց իմ հասակը թույլ չի տալիս, որ ես տենց հագնեմ։ Շատ եմ սիրում մուգ եւ բաց կապույտների համադրությունը։ Չի երբեք չեմ հագնում։ Ես պոլո կլասիկ վերնահագուստ եմ վերցրել եւ եւս մեկ վերնաշապիկ։ Շատ տարբերվող եւ չենթարկվող կտորից է այս վերնաշապիկը, շատ հովա ու նաեւ շատ հետաքրքիր է դարձնում լուքերը։ Վերջինը շատ եմ հավանել, իրեն նաեւ վերնաշապիկի նման կարող ենք հագնել, ընդհանուր իր ֆորմաները շատ սիրում եմ։ Եվ այս հոլովակի վերջին զարդը գերել եմ սիրտը, շատ սիրուն է ու կարծում եմ իմ ընտրած լուքերի հետ շատ գեղեցիկ կհամադրվի։